բարեկամներ, 1955 թվականին Ստամբուլում տեղի ունեցած սեպտեմբերին Ստամբուլում տեղի ունեցած հակաանական հակահայկական գաղթերի մասին բանից թե աշխարհը շատ չի խոսում մեր հանրությանը։ Ամեն դեպս Հայաստանում հասարակության շատ անդամներ տեղյակ չեն այն իրադարձությունների, որը ունեցել 1955 թվականին, մինչդեռ այդ իրադարձությունները երևի այն վերջնակետն էին, որ դրեցին հարուց մեծ եղեգնի հետևանքով Թուրքիայի այժմյան տարածքը լքելու առումով ուրեմն այդ իրավիճակին, երբ որ հայերը թողեցին եւ գնացին վերջնականապես, ուրեմն մեր հյուրն է այսօր տարածաշրջանային հարցերով փորձագետ Վերլուծական Սարգիս Հասպանյանը եւ պարոն Հասպանյանին մենք խնդրենք մի փոքր այսպես ավելի մանրամասն նախ ներկայացնել այդ դեպքերը ինչ տեղի ունեցել եւ հետո ավելի մանրամասն անդրադառնանք այդ ուրեմն դեպքերի քաղաքական եւ աշխարհակահաղական հետևանքներին։ Ողջույն բոլորին, ուրեմն Պարոն Հարությունյանը ճիշտ նկատեց, շահտապար մենք որ ցեղասպանություն տեսած ժողովրդի շարավիրներ անընդհատ խորհում ենք ուրիշների անդարբերության մասին, որ ինչու մեր դաշտերին սավագից չեն խոսում հայոց ցեղասպանության մասին, այդ իրադարձությունները իրենց համար կարծես թե արժեք չներկայացնեն եւ մենք եւս վերաբերում ենք այդպիսին այլ ժողովուրդների, հատկապես մեր բնորոշ անցածող Հայաստան աշխարհի հարավոր հարևանությամբ գտնվող գույն ժողովրդի եւ Հունաստան իրողության նկատմամբ գիտեք Կոնստանդնոպոլիսը հանդիսացել է Բյուզանդիոնի, բյուզանդական գայսրության մայրաքաղաք եւ այս դեպքերը 6-7 սեպտեմբեր 1955 թվականին դեղի ունեցող, որ այժմ այսօր 7 սեպտեմբեր 60-ամյակն է նշվում այդ պոգրոմների, զանգվածային ճակատների, ուրեմն ըստ հույն ավակ սերունդի, այդ ժամանակաշրջանի սերունդի բնորոշմամբ ասվում է Կոնստանդնոպոլիսը ոչ թե 1453-ին է վերցված թուրքերի կողմից, այլ 1955 թվականին։ Սա բնորոշում է այս դեպքերի իրենց համար ինչքան ցավալի եւ աղետալի լինելու փաստը, որովհետեւ Հանրապետական Թուրքիայի ստեղծումից հետո, այսին 1923 թվականին, մոտ 1.200.000 բույն, որոնք Անատոլիայի, հենց բնիկ ժողովուրդը, Անատոլիան պետք է հասկանալ Էգեան ծովից մինչև Անկարա, Կեսարիա, Սեբաստիայի մեր Հայաստանի Սեբաստիո Քավարի հատվածը, կամ իրկ, կամ հայերենով, Կապադոկիա են ասում, օտարները, ուրեմն Անատոլյանից է հատվածն էր, որտեղ ազգաբնակչության մեծամասնությունը հույներից էր բաղացած։ Սա մինչև 1924 թվականին։ 1924 թվականին նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության եւ Հունաստանի ուրեմն մինչև դեղի ունեցավ մի պայմանագիր Լոզանի դաշնակից փոխող մի բադել է տեղափոխում։ Ըստ այդ տեղափոխման Թուրքիայի հպատակ հանդիսացող հույները պետք է լքեին գնային Հունաստան, Հունաստանում ապրող մուսուլման իսլամ բնակչությունը պետք է տեղափոխվեր Թուրքիա։ Բայց այս տեղափոխումը կատարվեց շատ ոչ adekvat ու շշմելու տարօրինակ 1.200.000 բույն լքի գնա Հունաստան, իսկ դրա թեմած մոտավորապես 80,000-ի հասնող իսլամ բնակչություն կա տեղափոխվի Հունաստանից Թուրքիա։ Սա է 24 թվականին։ Ինչ է թիվը բույների Թուրքիայի Հանրապետություն գոչված վարչական տարածքում, հատկապես Կոնստանդնոպոլսում, որը մայրաքաղաքն էր հենց Հունացաշխարհի, ուրեմն մոտավորապես 250,000 դեր քառորդ միլիոն ուրեմն հույն էր ապրում 24 թվականից հետո, դեպքերի ընթացքում, երբ որ այս պոգրոմը դեղի ունեցավ 6 սեպտեմբերի 55-ին, հույների թիվը մոտավորապես 150,000 էր։ Մոտ 150,000 բնակչության թեմ մի արշավանք 6-7 սեպտեմբերին, ինչին արիք հանդիսացավ հենց Թուրքիայի ազգային անվտանգության, գաղտնի սպասարկության ուրեմն ագենտներից մեկի Օկտայենգին անունով ուղարկված Հունաստան, ուրեմն ռումբ տեղավորել է Մուստաֆա Քեմալ, այսպես ասած Թուրքիայի Հանրապետության հիմնադիր հանդիսացող Աթաթուրքի Դան Տրանշեմին,
որը շատ հեռու չէ Թուրքիայի տեսփանությունից, Սալոնիկ քաղաքում, Հունաստան, այդ ռումբը պատրաստվել էր հենց Սալոնիկի Թուրքիայի տեսփանության մեջ, այդ ռումբը դարել էր հենց իրենց ագենտը, ռումբը բայտել էր եւ ոչ մի վնաս բացի ավագիների ջարդումից եւ պատկերացնում եք այս ամբողջ Թուրքիայի ազգային անվտանգության համագարկը Փանագետ համադեղ թուրքական Փանագետ համադեղ գազագերբել է ամսու 5-ը 6-ի գաբող գիշերը մոտ 300,000 մարդ տեղափոխել է ավտոբուսներով, բեռնադարներով եւ գնացքներով Կոնստանտինոպոլ, Իստանբուլ ու այս այդ ամփոխը այսինքն խուժանը, բաշիբոզուկ իրենք են ասում են թուրքերեն լեզվով բաշիբոզուկները հրամանի են սպասում, բոլորը զինված էին, զենք իմաստով պետք է հասկանալ, ուրեմն փայլեր, շղթաներ, որոնք մեխեր գոյություն ունեցող ինչ-որ ծանր հարվածներ, գացիններ, պահեր, բայց ոչ գրագող զենքեր, որտեղ հատուկ հրաման էր դրված, որ սպանություններ տեղի չունենան, թող թալան, ավար լինի, բռնապարություն, վախեցնել, ձեզուչարդ, բայց ոչ սպանություն նման հրանք կար, հենց այդ ամբողին, եւ պատկերացնում ենք այդ ժամանակ Թուրքիայի ամենաշատ դպակրվող թերթը, որ մոտ 20,000 դպականակ ուներ, ուրեմն բادرված է պետության կողմից, հենց ազգային անվտանգության կողմից մի թերթի դպակրություն 300,000 ուրեմն դպակրության, որը աննախադեպ էր հանրապետական Թուրքիայի պատմության մեջ, ու հենց այդ թերթի դերը հանդիսացող մարդը չի իմացել այդ մասին, երբ որ խմբակիրը ասել է ինձ ազգային անվտանգությունից են զանգահարել, ասել են, որ այս թերթը պետք է դպակրվի այսօր, հենց այդ լուրը տարածելու համար էր, այդ ժամանակ չի գար հեռուստացույց ռադիո ալիքները հազիվ էին կորզում, մեկ ալիք երևի թե թուրքական ու ամեն մարդ միայն թերթերից կարող էր այս լուրը ստանալ, որ Աթաթուրքի տունը ռմբակոծել են, գույները, մեր թշնամիները եւ այլն, որ ամբողջը անմիջապես խուժանը հարձակվի հունական թաղամասեր եւ նաեւ որից ձեր չմնացին հայկական թաղամասերը որից։ Ուրեմն դեր այդ թերթի արկելում է ուրեմն նման բան անել եւ մտնում է ինքը անսամբ դպարան, սա եղելություն է, ու մտնում անսամբ դպարան եւ հավաքում է այդքան ինչքան դպակրվել է եւ ըստ երևույթին մինչ այդ 20-25,000 դպակրվել է, բայց այդ ամբողջը վարել է տալիս, որ հանգարց նման բան տեղի չունենա, որովհետեւ ինքը գրավում է, որ եթե նման դպականակով բան հասնի հասարակության, թուրքական հասարակությանը չես կարող այլևս սանձել ու կարծում եմ, որ ամեն ինչ վերջացավ իր մեկնելուց հետո իր դեր անցածող թերթից, ուրեմն այդ խմբակիրը Գյոշեն Սիպայովը, որ վաղուց Փարիզ ալբոմում ես անցամբ եմ ճանաչում, շատ հայտնի Սիպա պրես կա, գիտեք, լրագրողական աշխարհում հատկապես ֆոտո բնակավարում գրեթե մոնոպոլ հնարավորություններ ունեցող մեծ մեգա ընկերություն Փարիզում հիմնադրված Սիպան հենց Սիպայովի ազգանունն է, ուրեմն հենց այդ մարդն անցածել խմբակիրը իր դիրոջ աբոնատերի մեկնելուց անմիջապես հետո գաղում ազգային անվտանգության հետ եւ իրենք ասում են դվեցեք բոլորը, պատկերացնում եք 300,000 դպականակով թերթը դպակրվում է, մի ժամուկես հետո բաժանում ամենը եւ 296,000 վաճառ առաջին անգամ չի եղել նման բան Թուրքիայի պատմության մեջ, սա լինում է սեպտեմբերի 6-ին եւ այդ ամբողջ խուժանի հրամանը դրվում է Փանագի կողմից հարձակում եւ ամբողջ հունական թաղամասերը, հատկապես Մակրիկյուղ, Տատավլա, ուրեմն Փերա, այժմյա Թաքսիմ հրապարակի գտնված դեր, որ Բեօր է ոչվում, այդ ամբողջ թաղամասերում երկու օր անընդմեջ մեջ հարձակումներ, խաղաղ բնակչության դեմ, խանութպանների, արևդրականների, եւ մեծ սպանդ է դեղ ունենում, մոտ հույներից 16 հայերից 2 հոգի է զոհվում, մի ադալ թեթև վիրավոր հայերից, հայ մի հոգևորականին բռնի թլպավում են, եւ ցուցադրապար բոլորի առաջ են անում դա, եւ ստուգում է գնում այդ 2 օրեր շարունակ, որպեսզի իմանան ով է քրիստոնյա, ով հույն հայ կամ ով մուսուլման, բոլոր տղամարդկանց ուրեմն շալվարները բռնի իջացնել են նալիս, որպես տեսնեն թլպատված են թե ոչ, եւ այդ մասին կա երկու քիրք, մեկը շատ հայտնի գրող Ազիզ Նեսին արդեն ողորմած դամբողջին ականադեսը ինքը գրի արել, թե ինչպես հայ հոգևորականին զավրում էին եւ շալվարը իջացրած ման էին գալիս փողոցներում, 400-ից մոտ 600 բռնապարություն
եւ բռնապարությունների մեջ կան նաեւ բադանի երեխաներ եւ դղաներ, դղա երեխաներ, ոչ միայն աղջիկներ, որոնցից 800-ը հետո Հունաստան արտակարգելուց հետո են խոստովանում, որ իրենց ևս բռնապարել են բազմաթիվ մարդիկ, բայց իրենք ամաչում էին ամուսնացած երեխայի դեր մարդիկ, մեծ կանայք, մայրեր եւ այլն, չէին կարողանում ասել այդ մասին, խոստովանում եւ պատկերացնում եք 1955 թվականին 150,000 բնակչությամբ գույների մի մեծ արտակարգ, որից հետո մնում է ընդամենը 7,000 մարդ, բոլորը կախվում են իրենց ամբողջ ունեցվածքով լքելով եւ մի բան պետք է դուք իմանաք, որ ինչպես մեր մայրաթոր Սուրբ Էջմիածինը ամբողջ ունած աշխարհի երկրագնդի Գետրոնը դա Կոնստանդնոպոլիսն է, Ֆեներ թաղամասում բալատ հայկական թաղամասը եւ բնական թաղամաս խառն է, բնակչությունը, ուրեմն դիեզերական պատրիարքությունը ունած այդտեղ է գտնվում, այժմ եւս այդտեղ է, Պարտողիմեոս պատրիարքն է ունած դիեզերական պատրիարքը, նրա նստավայրը, ամբողջ պատրիարքների ունած, Բյուզանդիոնից մինչև հիմա, բոլոր գերեզմանները ուրեմն բացվում են, գոտրվում են եւ բավականին վնաս հասցվում, ես ձեզ թիվերի բանով ասեմ, ինչ է դեպի ունեցել այդ ընդամենը 48 ժամվա մեջ, 4348 խանութ գույներին պատկանող, ոչնչացվել ամբողջությամբ, մեջի ամբողջ ունեցվածքը տալանված է, 110 հյուրանոց, 27 թեղալուն, 23 թուբրոց, որոնցից 3-ը հայկական, այդ 27 ներողություն 23 թուբրոցից հունական եւ հայկական, 21 գործարան, մեծ գործարան, 73 եկեղեցի, հատկապես ույն ուղղափառ ուրեմն գրոնին տավանող եկեղեցի, 2 վանք, 1 սինագոգ, հրեաների սինագոգ, ուրեմն 1000-ից ավելի, 1000-ից 1500-ի մոտ, ուրեմն դուն տնագարան ամբողջապես հրտեղված տալանված վիճակում, ուրեմն ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսփանության պաշտոնական տվյալների, ուրեմն այդ ժամանակ բոլորում գտնվող ամբողջ արևտրի 59% գազմով, մոտավորապես 59% գազմով հունական համայնքի ուրեմն ունեցվածքը տալանված է, 17% գազմով հայության ունեցվածքը տալանված է, սա արևդրատնտեսության բաշարների իմաստով, 12% հրեաների ունեցվածքը եւ 10% այլ փոքրամասնություններ, որոնց մեջ մտնում են ուրեմն ասորիներ, կապտերացիներ, բուլղարացիներ եւ հատկապես սպիտակ ռուսներ, Բելարուսիայի ռուսեր, որ 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից տեղափոխվել էին ուրեմն Կոնստանդնոպոլիս։ Ուստի Եզերական պատվիարքարանի պատկանող ունեցվածքերի եւ գալվածների 90%-ը ոչնչացվել է։ Ինչ որ բնած պատվիարքարանի հողեր, այգիներ եւ հարագից տարածքներ։ Սրանք այդպիսի թիվեր են, որոնց մասին երկու հատ մեկը վավերագրական, մեկը գեղարվեստական Հունաստանում ֆիլմ է նկարահանվել, բազմաթիվ քիրքեր կան թարգմանված ևս եւ պատկերացնում եք այդ տղան, որ ազգային անվտանգության, այսպես ասած, աշխատագիծը, որ ուղարկված էր Սալոնիկ, որ այս ամբողջ սադրանքը գազմագերվի այդ գումբը տեղադրի եւ այլն, տարիներ հետո ոչ միայն չի պատժվում այս իր արարքի համար, որ թուրքական պետությունը խոստովանել է իր ամբողջ ներգրավվածությունը այս ամբողջում, այլ դառնում է Նևշեհիր քաղաքի, հենց Կապադոկիա, հունական 5 քաղաքի վալին, այսպես ասած գավառները, մարզվետ կարելի ասել, այսինքն քաղաքակրթել ամենաբարձրացության Մաշտոյան։ Այս մասին 3 շատ կարևոր տվյալ ժամանակի ուրեմն վարչապետ անցածող եւ կառավարության վարչապետ Ադնան Մենդերեսը, արտգործնախարար Ֆաթիհ Զորլուն եւ իր հետ միասին տասնյակ անձեր գաղաղան են բարձրացվել 1961 թվականին հենց Բոսո ունած գազիներից մեկում Յասսադա եւ այդտեղ թե թադարանի ընթացքում, նույնիսկ թադարանի ընթացքում առաջին խոստովանությունն է լսվում, որ ասողներից մեկը ասում է, եթե դուք մեզ մահապատժի ենթարկեք, այդ ումոր ուզում են թադել է, վարչագարկից, մենք կասենք 55 թվականի 6 սեպտեմբերին, ինչ է մեր ստացած հրանքները, մենք ինչու կատարեցինք այդ ամբողջը եւ բոլորիդ մենք քաղաքյան մոխած չենք կառնա, ուղղակի եւ այդ ասող մարդը բարձրացան զինվորական որին հետո գաղում են, բայց ինք այդտեղ ասում է ամեն ինչի մասին։
Ճիշտ այդ ժամանակ բարձրաստիճան մի գեներալ բանակի խոստովանում է 1970-ական թվականներին, որ այո, դա թուրքական պետության ծրագրավորած պոգրոմ էր պատրաստել, նպատակը մեկն էր քրիստոնյաների ամբողջ ունեցվածքը, այսինքն այդ բուրժուազիան, որ ասում էին հայերի եւ հույների ցերկն, դեռևս հանրապետական Թուրքիայում 55 թվականին, որովհետեւ ձեր փոխի եւ անցնի, այսպես ասած, իսլամաբազին, որը եւ դեր ունեցավ։ Դա շատ ճուպագի իր նպատակին խփեց եւ վերջին բանը 2010 թվականին հանագի նախկին շտաբի հենց ամենակարևոր անձանցից մեկը հեռուստաալիքի ժամանակ իրեն ուղղակի հարցրեցին, սա 55-րդ ամյակն էր դարելիսն էր 6 սեպտեմբեր 55-ի, որ թուրքական պետությունը ինչ առնչություն ունեցել, ինքը ասեց, ես խոստովանում եմ պաշտոնապես, որ այո, դա թուրքական պետության կողմից կազմակերպված եղելություն էր։ Ուրեմն դրան հետևեց մեծ արտակարգ նաև հայերի, հայերը առաջին անգամ կարելի ասել հանրապետական Թուրքիայի քաղաքացիացող հայությունը արտակարգել է 55 թվականին, հատկապես Ֆրանսիա, Կանադա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, թիվ ճիշտ ասած չի գա ուսումնասիրություն որ տվասեն, բայց 61 թվականի դվյալ գիտեմ, եթե 350,000 էր հայության թիվը 1923 թվականին ստեղծված Թուրքիայում, 61 թվականին որ ասում էին 80,000, 55-ից 61-ի արանքը 6 տարվա ընթացքում արտակարգ ինչքան է, չգիտեմ, բայց երևի մոտ այդքան ինչքան գույները, այսինքն մոտ 100-150,000-ի հասնող հայություն։ Եվ այդ թվականից, որ ես նորածին էի երևի, որ արդեն միշտ լսել եմ 80,000 հայություն, 80,000 հայություն, մինչև այդ 80,000-ը ինչ ավելանում է, ինչ քչանում է, մենք չենք բազմանում, մի հատ դենց համայնք ենք կոստանում։ Սա բան է կապված Ինչպես? Ձևասպանության շարունակությունը Ես բազմաթիվ արդեն հոդվածներ եւ դասավանդություններով անտեսեմ եկել, որ ցեղասպանություն կոչված իրողությունը Օսմանյան կայսրության ավարտից հետո շարունակվեց հանրապետական Թուրքիայի ժամանակահատվածում եւ եթե մենք ընդհանրապես աշխարհին ասում ենք ցեղասպանությունը հայերին ենթարկված ցեղասպանությունը 1894-ից 1923 է դա բարձրապես հանրապետական Թուրքիայի ստեղծման թվականն է նկատի ունենում, բայց կեմալական Թուրքիայում այդքան շատ են եղել հայերին եւ հույներին ուղղակի թիրախ հանդիսացած արձակումներն ու բաները, որ այսօր պատկերացնում եք Կոնստանդնոպոլիսը, որ արդեն 55-ին դարձավ Իստանբուլ, դա խնդրում եմ լավ նշեք, հույներն են ասում, որ Կոնստանդնոպոլիսը 55-ին սեպտեմբերի 6-7-ին դարձավ Իստանբուլ, դա գարկախոս է արդեն այս թեփքերի առումով 2500 գույն խնդալու բան ամբողջ Կոնստանդնոպոլիսը, որտեղ ես մեծացել եմ, հասակ եմ արել եւ ուսանել մի բնական սկանչելի քաղաք է, շշմելու գեղեցիկ քաղաք, ու այդ քաղաքում այսօր այդ քաղաքի դիրավ դերերը իրենց հենց Կոնստանտին Գայստրի անունը գրող քաղաքում 2500 մի հատ օրաթերթ ունեն ԱՊԵ մատինը, որի ընթերցողները գրեթե զարանյալ դարիքի ասած շատ ձեր բարավ եւ ձերուններն են ճշմարտաբար այժմ արդեն հունարեն խոսող հատված չմնաց Հունաստանը գված Կոնստանդնոպոլսին իրենց հայրենիքը այսքան խելքուդրակ վիճակում հայտնվեց հույն ժողովուրդը Սեպտեմբերի 6-ը պետք է ընկալել հագա-հունական պոգրոմ, ճիշտ է, որ հայերը դուժել են, ճիշտ է, որ հայկական հատվածը ևս բավականին վնաս է գրել և նաև զոհեր է դվել, բռնաբարված ահագին աղջիկները հայ և այլն, բայց դա հագա-հունականներ, նպատակի ևս հագա-հունականներ և իրենք ուզում էին Գիբրոսյան հարցը բարձրացնել, դա դրան նախատեպ էր։ Պարոն Հասպանյան, ուզում եմ, որ ևս մեկ անգամ բրգնենք, թե քանի հույն է սպանվել այդ իրադարձությունների ժամանակ և Հունաստանով է այդ իրադարձությունները այսօր բարձրացնել։ Հունաստանը բազմիթիվ չէ, Հունաստանը իբրև պետական միավոր բազմաթիվ անգամներ թե Միացյալ Նահանգների կազմակերպությունում թե դարբեր միջազգային ատյաններում հարցը բարձրացրել է, սա այսօր, երեկ և այսօր Հունաստանում սկո օրեր են, Հունաստանը պետականորեն է նշում այս օրերը, ինչպես մենք ապրիլի 24-ը, դա իրոք մեծ ճարպեր և ունեցած է, և սպանվածներու թիվը ըստ գույների աղբյուրների 16, ըստ ամերիկյան աղբյուրների 15,
ըստ թուրքական աղբյուրների 11, 3 տարբեր տիպ, բայց բնականաբար ուղիների բան։ Բայց նրանք հենց այդ երկու օրերի մեջ սպանվածներն են, դրան հաջորդող օրերին վարված շատ ծանր վիրավորներից 18 հոգի ևս մահացել են հիվանդանոցներում և այլ վայրերում, նույնիսկ Հունաստան, փախածներից Հունաստան, Աթենք մահացածներ են եղել, այսպես, այդ բոլոր թիվերը ես կարող եմ դրամատուրգիա Ուրեմն միայն այն ժամանակվա ամերիկյան հատվածում մի քիչ սաստող բան է եղել, որովհետև ամերիկան թե Հունաստան, թե Թուրքիայի Հանրապետությունում լուրջ ներկայություններ, ռազմաբազաներ և այլն, և խիստ դատապարտել են հայտարարության տեսքով ոչ ավել, և իրենք ասել են, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի փոխհատուցվի այդ հունական հատվածի բանը, և 1960 թվականին, որ հեղաշրջում եղավ Թուրքիա բանակի կողմից 61-ից մինչև 63 էլի երկրորդ չարտերը դեղ ունեցան 63-ին հագահունական, մինչև այդ չարտերը մոտավորապես 300,000-ի հասնող չնչին մի գումար փոխհատուցվեց իբր թե այդ բանից 55 թվականի սեպտեմբերի 6-7-ից դուժած ժողովրդին ըստ ցուցակի եւ այլն, որոնք միայն բան էին, էլի անհետեթություն, որովհետեւ նյութական գորուստը, որ դեղի ունեցել միայն այդ երկու օրերի ընթացքում, այդ ժամանակվա ամերիկյան տեսփանատունը Կոնստանտինոպոլսը հաշվարկել է 55 թվականի մասին է խոսքը 150 միլիոն ամերիկյան դոլարից ավելի։ Սա հենց բանցիկ մի հաշվարկ, այսքան։ Իսկ դուժացիների թիվը ներառվելուց է։ Դուժացիների սպանված նկատի թե բոլորը։ Բոլորը։ Գրգին անգամ ասում են 4348 խանութ ամբողջապես ոչ ունեցվածքի մարդկանց թիվը։ Ունեցվածքի մարդկանց թիվը չէ, ունեցվածքի չէ, մարդկանց քանակը։ Մարդկանց 16 ասեցի հիմա 16 հոգի է սպանված այդ երկու օրերի ընթացքում 18-ը ավելի հետո վիրավոր վիճակով հետորերին վիրավորվել են 4 օր հետո 6 օր հետո 13 օր հետո մահացել են 4500 բռնապարված գին երեխա աղջիկներ և տղաներ պատանի տարիքի հատկապես այդ է դա եթե մարդկային զոհի և վնասի մասին է խոսք էլի որովհետև ավելի շատ ավելի նյութական վնաս այսինքն բանը հենց դա է իրենք ուզում են գույների և հայերի ցերքից խլել արևելատնտեսական բանը, որը հաջողվեց իրենց և խլեցին։ 55 թվականի սեպտեմբերի քաղաքական հետևանքներն այն են, որ փաստորեն մեծաթիվ քուրդեր և հայեր վերջնականապես արտադարձեցին Կոնստանտինոպոլսից, թողնելով քաղաքը իսլամական կամ քրդական տարի։ Իրադարձությունները, որոնք տեղի ունենում հետո, ասենք նույն թուրքական քաղաքականությունը քրդական տարի հետ կապված, կան ինչ-որ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ սա թուրքական պետական քաղաքականության հետևանք է, և ինչ ձևով են դրանք ուրեմն դատապարտվում կամ դատապարտվում։ Ուրեմն սեպտեմբեր 6-7-ի հետ կապված ասեցի բազմաթիվ աշխատություններ կան, բայց հատկապես վերջին 10 տարիներում նաև Թուրքիայի Հանրապետության տարբեր քաղաքներում ուրեմն քիրքեր են լույս տեսել, որոնք մանրամասն նկարագրում են և այդ ձեր հարցին պատասխանը տալիս են, որ ումից ում ձեր կանցավ այդ ամբողջը և ովքեր դիրացան գույների և հայերի ունեցվածքին և նրանք քաղաքական ուրեմն բանը հանգամանքները մանրամասն վերլուծության են ենթարկված, որոնցից հատկապես Ռդվան Աքարի մի աշխատանքը կա, հայտնի լրագրող և գրող, Հայաստան եղել է բազմաթիվ անգամներ, ինչքան հիշում եմ նաև Նոյանդաբանի հյուրն է եղել շատ տարիներ առաջ այդ անձնավորությունը, ուրեմն 3 Կոնստանտինոպոլսում շատ մեծ ցույց է տեղի ունեցել հենց թուրք ազգաբնակչության այժմյա երիտասարդ սերունդը դատապարտել է այս փոգրոմը դրա 60-րդ դարերից արդիվ, որտեղ գիտաժողով է տեղի ունեցել 3 հոգի են հանդես եկել, մեկը հենց Սալոնիկից եկած մի հույն,
անձնավորություն մեկը Կոնստանդնոպոլիսի գույն եւ մեկ այդ ռդվանակար, որ ասեցի քրքի եղինակն է այս արդիվ եւ բանավեճ է ունեցել այդտեղ որի բազմաթիվ զանգվածային լրատվամիջոցներ մասնակցել եւ լուսաբանել են այսօր արդու եւս գային նյութեր այդ արդիվ ուրեմն Թուրքիան իբրև բելական քաղաքականություն խոստովանել արդեն որ ինքն է գադարել այս հանցանքը դա պոգրոմը մարդկության անտեղ հանցանք է բայց դժբախտաբար որևէ տեղ թադի չի դրվել Թուրքիան այս հանցանքի համար թեկուզ եւ Հունաստանը թադի չի դրվել կամ հունական որևէ համայն բայց ինչքան գիտեմ հիմա նոր մի սերունդ է աճել գիտեք ինչպես հայրենադարձությունը Հայաստանում այստեղ կա նաև հայրենադարձություն Հունաստան հենց այդ Կոնստանդնոպոլսո գույները Կամիլքի շրջանի Կապադոկիա, Անատոլիա Իզմիր, Մանիսա եւ այլն ամբողջ տարածքից եւ Պոնտոսից կապտող գույները դարանչատվում են Հունաստանում իրենց ասում են Կոնստանտինոպոլիսի գույներ հատկապես այդպես եւ իրենք հունական որևէ հաստատություն այսօր Իստանբուլը չի օգտագործում երբեք դա միայն Կոնստանտինոպոլիսը ոչում իրենց գեղարական համայնքը մշակութային բոլոր բաները դա միայն Կոնստանտինոպոլիսը եւ իմիջիայլոց պետք է ասել որ Կոնստանտինոպոլիս անունը հարաբերական Թուրքիայի 1930 թվականի 28 մարտին է փոխվել պատկերացնում եք 23 թվականից մինչև 30 թվականը Կոնստանտինոպոլիս անվանվել հենց քաղաքը եւ 30 թվականին նոր անվանափոխություն է դեղի ունեցել Կոնստանտինոպոլիսը դարձել է Իստանբուլ բայց փաստորեն 55 թվականին արդեն փաստացի դարձրին հուներից այսպես ասած վերցնել 30 թվական ասեցին 1930 անվանափոխությունը pedagogan պաշտոնական ադյանում 28 մարտ 1939-ին է որ Իստանբուլ դարձավ այժմ որ Իստանբուլ է կոչվում ու այդ հույները որ գնացին Հունաստան ամեն ինչից ունեզրկված ոչինչ չունեցող ձեռքում մի փոքրիկ ճամադան երեխայի մեկնաշորեր եւ այլն եւ այդպես հասցրեցին Հունաստան եւ իրենք ուզում էին վերջին քաղաքն էր հանրապետական Թուրքիայի այսպես ասած թուրքերին չպատկանող իսլամ եւ մուսուլման հատվածին չպատկանող որը պատկանեց եւ այսօր այդտեղ ասեցի շատ փոքրաթիվ է 2000-ի մոտ մի հունական համայնք մոտ 80000 հայություն երևի մի 5-6 հազար հրյա այս կանը թիվը Կոնստանդնոպոլսում ապրող որտեղ մի քանի միլիոնից ավելի տասնյակ միլիոն են ասում արդեն նույնիսկ որտեղ երբեք չի հաշվարկվում այդտեղ ապրող բնակիչների թիվը Կոնստանդնոպոլսո այժմյա պատկերն է շատ տխուր հարցեր պարոն Նախաձեւանյանի եթե չկան հարցեր դուք ժամանակակցություն과 ասելիսը եւ հուսան որ հայկական պետականությունը եւս պատշաճելով այսօր անդրադառնա այս հարցին որովհետեւ ճիշտ է հիմնական մասնություններն են բայց հայերի տեսակետից հայկական քաղաքը հայազորման երևի այս թվական այո դա ճիշտ է շնորհակալություն